Ինչպես է վերաբերվում Էրդողանի հայտարարություններին, որոնք Իսրայելի դեմ են, ինչպես է կարծում անկեղծ է Թուրքիայի նախագահը։ Բոլոր այն երկրները, որոնք կանգնած էին ճշմարտության կողմում, աջակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը։ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան այնքան ակնհայտ էր, որ ոչ ոք չէր կարող անտեսել այն։ Իսկ նրանք, ովքեր իրականում չէին դատապարտում այս ռեժիմի ագրեսիան, նրանք էին, որոնց խիղճը մեռած էր։ Հետևաբար բնական է, որ երկրները դատապարտում են հանցավոր արարքը, եւ սա լիովին բնական է եւ ճիշտ։ Պարոն Սոփանի, այնինչ ունենք այս պահին, ընդունելի է Իրանի համար։ ایران از خودش دفاع کرد. Իրանը պաշտպանվեց։ Իրանը փաստացի ցույց տվեց, որ ոչ ոք չի կարող սպառնալ իրեն։ Իրանը ցույց տվեց, որ ոչ ոք չի կարող իր հետ ուժի լեզվով խոսել։ Իրանը ցույց տվեց, որ այլ երկրների կողմից ուժի դիրքերից հանդես գալու պատճառով չի անտեսի իր սեփական ժողովրդի շահերը։ Իրանը ցույց տվեց, որ չի հանձնվելու։ Իրանը ցույց տվեց, որ չի հրաժարվելու իր օրինական իրավունքներից։ Իրանը աշխարհին ապացուցեց, որ Իրանի եւ Իրանի վեհ ժողովրդի հետ պետք է հարգանքով խոսել։ Պարոն Դեսպան, ինչ կարծիք ունեք իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարության մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն այն դատապարտեց, որն է ձեր դիրքորոշում այս հարցի շուրջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը, ներառյալ կեղծ եւ շինծո արտահայտությունների, հասկացությունների եւ նարատիվների օգտագործումը։ Աջակցելով կողմերի համաձայնեցրած հիմնական համաձայնագրի ստորագրմանը, մենք կոչ ենք անում արագացնել այս համաձայնագրի ստորագրումը եւ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորումը եւ այս գործում խրախուսում ենք երկու կողմերին։ Հորինված եւ կեղծ անվանումների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը եւ այլ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքին։ Անհրաժեշտ է խուսափել դերակրկնությունից, հատկապես պաշտոնական խոսքում։ Արևմտյան Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է եւ չի կարող օգտագործել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար, հատկապես եթե այս գործողությունը ենթադրում է որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի նկատմամբ։ Գեցե Հայաստան, Գեցե Իրան։